Ես ուզում եմ խոսել ժողովրդավարության եւ այսօրվա Հայաստանի մասին։ Ժողովրդավարության հիմնական սկզբունքներից է հանրային մասնակցությունը քաղաքականություններ մշակելու գործընթացում։ Ինչ որ ոլորտներում թեմա առաջադրել, այն քննարկել, զարգացնել, քննադատել, հավանություն տալ կամ չտալ։ Եվ այդ իրավունքը հիմնված է ուրիշ այլ իրավունքների, կարևոր դա խոսքի ազատությունն է, տեղեկացված լինելու եւ տեղեկություն տարածելու ազատությունը, կարծիք ձևավորելու եւ արտահայտելու ազատությունը։ Եթե գնանք 2018 թվական, կհիշենք, որ ինչքան մարդեր մասնագետներ դրսից եւ ներսից ոգևորված գնում էին ՔՊ-ի մոտ առաջարկելու իրենց մասնակցությունը այս կամ այն ոլորտում քաղաքականություն մշակելու համար։ Բայց շուտով հասկացան, որ ՔՊ-ին դա պետք չի, ՔՊ-ն ասում է, որ իրենք ամեն ինչ գիտեն ոնց անել եւ լավ անել, ինչ անել եւ լավ անել։ Բայց զախողումներից հետո մեր երկրի, մեր ժողովրդի համար դաժան 2020 պատերազմի հետո Հայաստանի տարածքների կորուստ, որոշ զիջում պատերազմական գործողությունների արդյունքում Արցախի բլոկադան, Արցախից ելք, այդ զախողումները բերեցին նրան, որ ուրիշ երկրում կառավարող ուժը կգնար, կասեր ներողություն չկարողացանք անել։ ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը որոշեցին, որ չէ, նրանք պիտի մնան եւ դիրքերը ավելի ամրապնդեն։ Ոնց են դա անում։ Մի կողմից տալով ժողովրդին հաց ու զվարճանքը, տրամադրելով, հաջողացնելով խորոված փարթի, փրփուրների փարթի, համերգներ, մյուս ավելի են ագրեսիվացրել իրանց պահվածքը, որը որ կսատկացնենք, պատերով կծեփենք, ասֆալտին կփռենք, հենց վերջերս էլ ասին կոչնչացնենք քաղաքական ուժի նկատմամբ, քաղաքականապես ասեցին, մինչև վերջին մարտը։ Եվ այդ խոսույթը անցնում է, բոլոր ՔՊ-ական անդամները դա կրկնում, համակարգով դա իջնում է ներքև, քաղաքացիներն են կրկնում, ֆեյքերն են կրկնում, ու դա դառնում է մի մթնոլորտ, որտեղ մարդիկ արդեն վախենում են ինչ որ բան ասեն։ Եվ երրորդ թրենդը դա ազգի պաշտամունքի կառուցումն է, այսինքն կուլտ լիչնստի, որը որ Նիկոլ Փաշինյանը նա ամենից լավ ամեն ինչ գիտի, նա ճիշտ է, բոլորը սխալ են, նա սպիտակ է, բոլորը սև են, որը դա սկսել էր իդեպ 2008-ի կամպանիա ընտրաշավի ժամանակ։ Չէ, 2008-ի ընտրություններին, երբ որ եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունների եւ մարտի 1-ի բան, այդ սեյֆ PR-ը սկսել էր այն ժամանակ, երբ որ մենք ճիշտ ենք, շատ վատն են։ Ու ստացվում է, որ միայն Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ոնց է պետք անել, ու նա այս իշխանության տարբեր օղակների զավթում եւ յուրացնելը, որ նա պետք է լինի, ամեն ինչի առաջ տանողն ու տերը, երբ նա ասում է, այս երկրում միայն մի մարդ կա, որը պետք է զբաղվի արտաքին քաղաքականությամբ եւ դա ես եմ, եւ հանում է Ցեղասպանության ինստիտուտի տնօրենին, երբ ասում է, այս երկրում Հայաստանում կա մի դատավոր, որ իմ ասածները պետք է չանի, դա եւ նման տենց արտահայտություններ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ շատ եւ բռնաճնշումներն էլ դրա հետ մեկտեղ, որ մենք բոլորս լավ գիտենք դրա մասին, եւ դա ասում է, որ մենք հիմա գտնվում ենք բռնատիրական պետությունում, երկրում ենք ապրում, եւ շատ կարեւոր է հիմա ունենալ համերաշխություն, դա ձևավորել, դա արտահայտել, որովհետեւ ես հիշում եմ Բերլինում հրեաների ցեղասպանության մուզեյ թանգարան կա, Ունդեղ նկարներ կային տարբեր, մի նկար ինձ շատ տպավորել էր, ձիերի կարգերով գնում էին
մարդկանց հետևից, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների, լրագրողների, ու մեկ-մեկ հավաքում լինում էր կարգի մեջ մի քանի մարդեր, մարդիկ կողքը լուր կանգնած էին, դա ֆաշիզմի ժամանակ է եղել, եւ ես հույս ունեմ, որ մենք մեր ժողովուրդը կգտնվի այնքան խելոք ու համերաշխ, որ թույլ չի տա, որ մեր մոտ լինի բռնատիրություն։ Շնորհակալություն։